Կարող եք ասել ինչ թիմակիցները քվետան ձեր արժանիքի համար, ինչ եք արել։ Տարիների որպես հիմնադիր անդամ, ես հանդիսանում եմ քաղաքացիական պայմանագիր կուսակցության հիմնադիր անդամ եւ կարծում եմ եղել եմ այս տարիների ընթացքում լավ կուսակցական, թե ընդդիմադիր ժամանակահատվածում եւ թե իշխանության ժամանակ։ Պարոն Փամփուխչյան, հատկապես այսպես քննադատում է թե հանրության կողմից, թե նաեւ ԿՊ-ում է, հա, այս շատ քննարկումները դեր քաղաքապետարանի աշխատանքը դրա հետ կապված իշխանությունների շատ դժգոհություններ կան։ Օրինակ ձյունը, փոսալությունները, ճանապարհները, ցուցանումները ու սա անգամ ԿՊ-ին դուր չի գալիս, որ դրա պատճառով իրանք էլ են թիրախավորվում աշխատանքին։ Սեզով է ասել, որ քննադատում են, մենք ունենում ենք քննարկումներ մեր թիմակիցների եւ նաեւ հանրությանը տալիս ենք այն բացատրությունները մեր կատարած աշխատանքի եւ նաեւ թերացումների հետ կապված եւ գործընկերային մթնոլորտում մենք բոլոր հարցերը քննարկում ենք այդ չի ասի որ դեպս դժգոհում է ինչից է դժգոհում հանրությունը ճանապարհների խցանումների մանավանդ երբ որ ջուն է գալիս կաթվածահար է լինում ամբողջ ճանապարհները ուրեմն ձեզ նշեմ որ այս տարի նախորդ տարի ավելի ճիշտ եւ նաեւ այս տարի շարունակվեց աննախադեպ քանակի ջուն է եկել մենք այդ ձյանը նախապատրաստված ենք եղել եւ ես կարծում եմ իմ գնահատմամբ որ մենք կարողացել ենք կատարել բաշաշ ծնամակրման աշխատանքները։ Օրինակ հենց թարմ օրինակը 3 ձյուն տեղած տեսնում ենք այսպես լճեր էր գոյացել թե կենտրոնում թե տարբեր վարչական շրջաններում ու մարդիկ այնտեղից շարժվում։ Ես չեմ նկատել այդ լճերը եւ ես կարծում եմ որ այդ լճերը ձյուն է եկել բնականաբար կարող է միանգամից հանրությունը մեզանից սպասում է այսինքն ավելի շատ դրագրողները մեզանից սպասում է որ հələ ձյունը չտեղած արդեն օդի մեջ մաքրվի ձյունը ժողովուրդ ջան ձյունը պետք է գա նստի որպեսզի կարողանանք մաքրել։ Պարոն Փամփուխչյան, դուք Երևանի ավականու ընտրություններին բացարձակ քվեով իշխանություն չդարձաք, այլ փորձեցիք գործընկերներից քվե վերցնել, այսպես ասած։ Կարծում եք խորհրդարանական ընտրություններին այդպես բացարձակորեն պետք է դառնաք իշխանություն։ Ես վստահ եմ, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը առաջին փուլով 50+1 ձայներ ունենալու է առնվազն։ Մեր շփումներում, մեր հանրության հետ շփումներում, հասարակության հետ շփվելով, մեր կատարված աշխատանքով եւ առհասարակ գնան երբ Ավականու Երևանի քաղաքապետի ընտրությունների նման վստահություն եք ցույցաբերում, բայց այդ հիմա մենք առավել վստահ ենք, քան ավականու ընտրությունների ժամանակ։ Ինչի հաշվին։ Դե նշեցի ձեզ ինչի հաշվին, 3 պատճառ բերեցի ձեզ։ Նաև ասում են, որ ԿՊ-ն այսպես կուսակցական, այսպես միայն մի անձի կողմից կառավարվող կուսակցություն է ու Նիկոլ Փաշինյանը ինչ որոշում կայացնում է, մյուսները այդպես խելոք առանց ինչ որ կարծիք հայտնելու ընդհանրապես սեղ կոճակ են սեղմում։ Ես 2 անգամ եղել եմ վարչության անդամ, մի որոշ հատված եղել եմ պատգամավոր եւ երբևէ նմանատիպ վարվելակերպ չեմ տեսել, որովհետեւ լինելով վարչության անդամ մենք այնպիսի քննարկումներ ենք ունեցել, որ մեր քվեարկություններով եղել է այն ինչին որ ընդհանրեն կողմ է եղել վարչապետը, բայց դեմ քվեարկություններով քվեարկողները ավելի շատ են եղել եւ այդ որոշումները չի անցել, այնպես որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության պես ժողովրդավար անկեղծ մենք երբեմն քննարկում ենք ունեցել թե մենք չափից ավել ժողովրդավար ենք որովհետև եթե դուք ներկա լինեք մեր վարչության նիստերին կամ մեր նախաձեռնող նիստերին դուք կտեսնեք այդ ժողովրդավարությունը։ Շնորհակալություն։